Հայաստանում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը։ Հիշում եք 2000-ականներին, 2010-ականներին, երբ որ Հայաստանի քաղաքական դիսկուրսի թիվ 1 թեման արտագաղթն էր։ Մարդիկ խոսում էին այն մասին, որ Սերժի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը տարեկան լքում է 30,000 մարդ, 40,000 մարդ, 50,000 մարդ։ Այդ ժամանակաշրջանը ավարտված։ Անցած տարվա 2025-ի տվյալներով Հայաստանի քաղաքացիների, միայն Հայաստանի քաղաքացիների, Հայաստանից գնալու եւ Հայաստանից դեպի Հայաստան վերադառնալու Հայաստան գալու թվերի տարբերությունը +8660 է։ +8660, այսինքն ոչ թե 30,000, 40,000 արտագաղթ, այլ 8660 ներգաղթ։ Հայաստանում բացվել է ներգաղթի ժամանակաշրջան։ Արտագաղթի կամ հաճախ ինչպես նախկինում մամուլներ դա անվանում սպիտակ ցեղասպանության ժամանակաշրջանը անցյալում։ Հայաստանը թևակողել է զարգացման ու ներգաղթի ժամանակաշրջան։ Ու սա ձեռքբերում է, որին մենք միասին ենք հասել, սիրելի քաղաքացիներ, ու սա իրար շնորհավորելու առիթ է, որտեղ այս 8660-ը մեր ընկերներն են, մեր բարեկամներն են, բոլորիս ընկերներն ու բարեկամներն են։ Ու այս թիվը պետք է մեծացնել, այս տեմպը պետք է մեծացնել, որովհետև Հայաստանը զարգացման ճանապարհին է, Հայաստանը խաղաղության ճանապարհին է ու Հայաստանը ներգաղթի ճանապարհին է։ Ու սա մեր նվաճումն է միայն։ Ուզում եմ հասկանալ, որ անդադ ասում են ուժեղ Սամվել Կարապետյան, այդ ուժը որտեղ է, էլի թաքնված, ու այսօր վերջապես հասկացա։ Գիտեք ինչից հասկացա։ Ուղղակի տեղեկացա, որ գիտեք, Սամվել Կարապետյանը ունի նաև եղբայր Կարեն Կարապետյանը, նրանցից ամեն մեկը ունի երկուական որդի։ Կարեն Կարապետյանի որդիներն են Նարեկը Կարապետյան, բոլորիդ հայտնի, եւ Վահեն Կարապետյան, որին չենք ճանաչում, նկարն էլ պետք չի այստեղ տեղադրել, քաղաքականությամբ չի զբաղվում։ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի այս երկու որդիները բանակից ազատվել են ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ուժեղ են։ Սամվել Կարապետյանը, բոլորիս հայտնի ուժեղ Սամվել Կարապետյանը եւս ունի երկու որդի։ Մեկը բոլորիդ հայտնի Սարգիս Կարապետյանն է, այն հայտնի պում անող տղան, մյուսը Կարեն Կարապետյանն է, որին էլի ոչ մեկը չեք ճանաչում, եւ հետեւաբար պետք չի նույնիսկ նկարն էստեղ դնել։ Ու եթե Կարեն Կարապետյանի որդիները Նարեկն ու Վահեն բանակից ուղղակի ազատվել են ինչ-որ խնդրի պատճառով, ապա Սամվել Կարապետյանի որդիները Սարգիսն ու Կարենը առհասարակ ֆանտաստիկ են։ Ուրեմն այս մեր Սարգիսը երկուսն է Հայաստանի քաղաքացիություն ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն, բայց Սարգիսը օրինակ զինվորական հաշվառման են վայնկոմատում ուչոտի կանգնել այն ժամանակ, երբ որ արդեն իր կամ ծառայության տարիքն անցել կամ զավակների այդ ցենզն է լրացրել, որ երկու զավակ պիտի ունենա ու էլ չծառայի։ Միջև այդ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուղղակի ուչոտի չի կանգնել։ Կանգնել այն ժամանակ, երբ որ էլ չպետք է ծառայեր, իսկ մյուսը Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի մյուս որդին առհասարակ հաշվառման չի կանգնել ու որոնողական աշխատանքներ են ընթացել պարբերաբար նրա նկատմամբ։ Այսինքն տենց ուժեղ Սամվել Կարապետյանի որդուն չեն կարողանում բռնել, որ տանեն բանակ, որովհետև մարդը հաշվառման չի գնում։ Եթե սա է ուժի ցուցիչը, որ որդին հաշվառումից փախնի ինչ-որ մի ուժեղ մարդու, չգիտեմ դա ինչ ուժի ցուցիչ է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայություն անցավ, ծառայությունն ավարտելուց հետո որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Իսկ մարդկա որդուն ման են գալի ու չեն գտնում, որ հաշվառման կանգնացնեն։ Ինչպիսի ուժի ցուցադրություն ու ինչպիսի ուժի տիրապետում։ Դուք ուժեղ չեք, սիրելի քաղաքացիներ, որ ծառայել եք բանակում։ Ուժեղը Սամվել Կարապետյանն է ու իր որդիները, որոնք հաշվառման չեն կանգնել ուղղակի վայնկոմատում, որտեղ եթե այս մարդկանց ընկալմամբ ուժի ցուցիչը էդ է։ Այնքան ուժեղ ելնեիք, ձեր որդիներին հաշվառումից ազատ էիք, մենք էինք էլի, որ չգիտեմ, այդպես գնացել ուչոտ ենք կանգնել, գնացել ենք ծառայել ենք, բան, այս մարդիկ ուժեղ են, իսկական ուժը տեղ է, այդ նկատի ունեն ուժեղ Հայաստան ու ուժեղ Սամվել Կարապետյան ասելով։